Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահվան շուրջ դիվանագիտական հակամարտությունը հանգեցրել է երկու երկրների միջև մեկ տարվա ընթացքում երկրորդ հրապարակային վեճի, այս մասին գրում է BBC-ն։ Բաքվում չէին ցանկանա, որ Ռուսաստանը վերականգներ իր երբեմնի ազդեցությունը Վրաստանում, հատկապես առանցքային էներգետիկ և տրանսպորտային երթուղիների պատճառով։ Ադրբեջանը նաև պատրաստ չէ թույլ տալ, որ Հայաստանում իշխանության գան ռուսամետ ուժեր, որոնք դեմ են հարևանների հետ հաշտվելուն և Լեռնային Ղարաբաղի հարցում պահանջներից վերջնականապես հրաժարվելուն։ Բայց Մոսկվայի հետ հարաբերություններում հրապարակային ճգնաժամը ևս մեկ հասցեատեր ունի՝ Արևմուտքը։ Ռուսաստանից հեռու մնալն օգտակար է Ադրբեջանին սեփական մեղքերը Արևմուտքից թաքցնելու համար, ասել է Հարավային Կովկասի հարցերով մասնագետ Կիրիլ Կրիվոշեևը, մատնացույց անելով ադրբեջանական բանտերում տասնյակ լրագրողների և ընդդիմադիրների։ Իրականում Ադրբեջանն ու Ռուսաստանը ոչ մերձավոր դաշնակիցներ են, ոչ էլ բացահայտ թշնամիներ, այլ ինչ-որ միջին բան, հայտնել է Քարնեգիի կենտրոնից Զաուր Շիրիևը։ Ադրբեջանը հասկացնում է, որ այլևս պատրաստ չէ պասիվ ընդունել Ռուսաստանի պահվածքը, հատկապես և վտանգված են նրա սեփական շահերը, հավելել է փորձագետը։ Հարավային Կովկասում գլխավոր չլուծված հարցը մնում է տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը։ Թրամփի վարչակազմը իր սեփական ծրագիրն է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին, հաղորդում է Կարնեգի հիմնադրամը։ Ընդհանուր առմամբ այն կրկնում է ԵՄ-ի առաջարկները, բայց կառուցված է ամերիկյան տրամաբանության վրա։ Երաշխավորել համաձայնագրի կայունությունը ամերիկյան բիզնեսի ուղղակի մասնակցության հաշվին, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքում։ Առաջընթացի համար հնարավոր է երկու տարբերակ։ Առաջին՝ Ադրբեջանին համոզել հրաժարվել հայկական սահմանադրության պահանջներից, երկրորդ՝ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի, հրաժարվելով երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից։ Չնայած քննարկումը դեռ վաղ փուլում է և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ-ի ներկայացուցիչներից մեկը վստահություն է հայտնել հաջողության հասնելու գործում։ Կովկասը կարծես ռումբ լինի, մեկ անզգույշ շարժում և պայթյուն կհնչի, հայտարարել է ՌԴՊ Դումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը։ Եկատերինբուրգում մեր հատուկ ծառայությունները հզորագույն գործողություն են իրականացրել, ձերբակալել են էթնիկ հանցավոր խմբի տասնյակ մասնակիցների, ամեն ինչ օրենքով և հանկարծ դիվանագիտական հիստերիա Բաքվից։ Ադրբեջանական իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են դաժան գործողությունների մեջ, արգելել են ռուսական միջոցառումները, ներկայացումներ, համերգներ։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները միասին բացահայտ մեղադրում են Ռուսաստանին բռնության մեջ։ Իսկ Ազերթաջ պետական լրատվական գործակալությունը մեր երկիրը համեմատում է 30-ականների նացիստական Գերմանիայի հետ։ Սա արդեն արձագանք չէ, այլ ուղղակի քաղաքական հարձակում։ Հարգելի գործընկերներ, եթե Բաքվում որոշել են, որ մենք պետք է ներողություն խնդրենք մեր տանը կարգուկանոն հաստատելու համար, թող մոռանան այդ մասին, հայտնել է պատգամավորը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ես հստակ աջակցություն եմ հայտնել այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանին։ Մեր ցավակցությունն եմ հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի տարածքում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ կպարզվեն բոլոր փաստերը, ես և Ալիևը նույն տեսլականն ունենք։ Յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն, ասել է նա։ Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշնակցային մակարդակին վերադարձնելու համար, հայտարարել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Երկու երկրների հարաբերություններում ծագող հարցերը պետք է լուծել գործընկերային սկզբունքով, առկա քաղաքական դիվանագիտական ուղիների գործարկմամբ, ընդգծել է նա։